Մարկոսի մեջ տեսեք Տերը ինչ է ասում 13:32-ից մինչև 33, okay։ Սակայն այսօրվա ժամի մասին ոչ ոք չգիտի, ոչ հրեշտակները երկնքում, ոչ էլ մարդու որդին, այլ միայն Հայրը։ Զգույշ եղեք, արթուն մնացեք եւ աղոթեցեք, որտեղ չգիտեք, թե ժամանակը երբ է գալու։ Ուրեմն զգույշ եղեք, Հիսուսն է ասում ինձ ու քեզ։ Այսօր նստած եք, Հիսուսը քո առջև նստած է եւ քեզ ասում է. զգույշ եղիր, ինչպես իր աշակերտներն էր ասում։ Դու ես իր աշակերտը, իր խոսքը ուսուցանողը։ Եվ ասում է քեզ, okay, ասում է զգույշ եղիր, արթուն մնա եւ աղոթիր։ Երեք բան է քեզ ասում. զգույշ լինել, արթուն մնալ եւ աղոթել։ Ու իրա բոլոր քարոզների մեջ է արթուն եղեք։ Գույսերի առակներին չէր պատմում, որ ես ու դու արթուն մնանք։ Որտեղ այսօր լիքը քրիստոնյաներ քնած վիճակում են։ Նրանք գիտեն, նրանք փրկված են, բայց նրանք փրկված չեն։ Եվ գալու է դառը իրականությունը հասկանալու ժամանակը։ Ցավոք, շատ մեր հայրենակիցներ են այդ քնած վիճակում են։ Նրանք չեն հասկանում ինչ է կատարվում։